Գեղեցիկ օրը նվիրված է գյուղի ինքնապաշտպանությանը, թուրքական զորքերի դեմ ապստամբությունից։ Եվ այս տոնի համար ուզում ենք շնորհակալություն հայտնել Սանոսյանների ընտանիքին։ Եվ այսօրվա միջոցառումը նվիրում ենք մեր շատ հարգարժան Արտուշ Սանոսյանի հիշատակին։ Խնդրում ենք 1 րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ Ավանդույթ դարձած Սաթխագյուղի տոնն այս տարի է նշվեց մեծ շուքով։ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից ժամանած սաթխացիների համար մեծ պատիվ էր ներկա գտնվել խորհրդանշական այդ օրը։ Սաթխագյուղին նվիրված միջոցառումը, որը հաստատվել է Վրաստանի անկախության տարիներին, 2003 թվականին հիմնադրել է Սանոսյան ընտանիքը, Արամ Սանոսյանի գլխավորությամբ։ Այս տարի էլ տոնը նվիրվեց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արտուշ Սանոսյանի հիշատակին։ Հանդիսությանը ելույթ ունեցան Սաթխագյուղի բնակիչ Աշոտ Ծառուկյանը, վաստակաշատ մանկավարժ Սաթխայի գավառագիտական թանգարանի հիմնադիր Ալբերտ Իսոյանը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Սաթխագյուղի բնակչուհի Ամալիա Էլբակյանը։ Ես կուզեի ասել, որ այսօր մեր մոտ իրականում եռատոն է։ Սաթխայի օր, մանուկների միջազգային պաշտպանության օր եւ իհարկե Նինոյի տոն, որը այսօր այս պահին իրականացվում է Փողակյուղում։ Թող շնորհավոր լինի բոլոր մեկ միջոցառումների ներկաների, մասնակիցների ներկայությունը եւ այս տոնախմբությունը, որը իրականացրել է մեր հասարակության լավագույն անձանցից մեկը, մեր հարգարժան մեծի եւ փոքրի համար սաթխացու հարգելի Արտուշը, այսօր նա բացակայում է դա կյանքի իրական մասն է, որ մարդը պետք է մի օր հեռանա։ Նա գնաց, բայց մնաց։ Նա մնաց մեր հասարակության մեջ, նա մնաց մեր սերունդների մեջ, մնաց եւ թողեց մեզ այն մեծ հարստությունը, որը կոչվում է կերտեց սերունդներ, դաստիարակել իբարս հայրենիքի, իբարս իր գյուղի, իր բնությանը եւ իր մանկավարժական գործունեությանը ամբողջովին նա նվիրեց հայրենիքին։ Հարգելի սաթխացիներ, սիրելի հյուրեր, այսօր կերգին անգամ տոն է Սաթխային, տոն, որը հիմնադրվել է Սանոսյան Արտուշի ընտանիքի կողմից։ Դա 2003 թվականն էր, երբ Արամ Սանոսյանը հռչակեց Սաթխայի օր։ Այսօր մեծ ուրախություն է Սաթխայում, ինչպես ամեն տարի ժողովուրդը հավաքվել է Սաթխայի փառքի եւ անմահության բուրակում, մեծարում են իրենց գյուղը, իրենց երիտասարդների, հավաքվել են փոքր ու մեծահասակ, աղջիկ, տղա, ուրախանում են։ Սա ցնծության օր է, այսպիսի տոներ քիչ կան մեր շրջանում, որովհետև գյուղերից քչերը ունեն իրենց անունը։ Սաթխան իր իսկական անունն ունի եւ մենք այդ անունը 23 տարի է Սաթխայի օրը նշում ենք մեծ խանդավառությամբ։ Այսօր էլ օրը գեղեցիկ է, հավաքվել են փոքրերը, մեծերը, մայր ու մանուկ, այնպես որ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր եկել են մասնակցելու, ուրախանում են, երգում են, բարում են, օտարության ափերից են եկել մեր սաթխացիների շատերը, ուրախ օր է։ Տոնն ավելի բովանդակալից եւ հիշարժան դարձնելու համար միջոցառման ընդգրկել էին երգ-պար դհոլային կատարումներ։ Ներկաներին հիացրեց իր պարային հիասքանչ կատարմամբ պարուսույց Լուսինե Նանայանը։ Մի քանի պարային համարներով հանդես եկան 2021 թվականին ստեղծված Լունա պարային խմբի սաները, գեղարվեստական ղեկավար Ռաֆիկ Նանայանի եւ պարուսույց Լուսինե Նանայանի գլխավորությամբ։
Այլ կերպ ասած կատարված էր հսկայական աշխատանք Սաթխագյուղի տոնն ամոռանալի դարձնելու համար։ Հպարտ եմ, որ ես սաթխացի եմ, հպարտ եմ, որ ծնվել եմ այստեղ, հպարտ եմ իմ կենսագրությունով, որ ունեմ Սաթխայի ծնունդ։ Ձեզ եմ նվիրում, քանի որ այսօր երեխաների պաշտպանության օրն է, ես ձեզ եմ նվիրում մայրիկ երգը, ամեն մի երեխայի համար ամենաթանկ անձնավորությունը դա իր մայրն է։ Լսենք։ Քնքուշ սերես ու ջերմար եկա, մայրի մայր դուն ես դուն միայնա, քեզնից իմ կյանքով չեմ հեռացել, քեզ երբեք չեմ մոռացել։ Քնքուշ սերես ու ջերմար եկա, մայրի մայր դուն ես դուն միայնա, քեզնից իմ կյանքով չեմ հեռացել, Ինչպես գիտեք, այսօր հունիսի 1-ին Սաթխագյուղում նշվում անցկացվում է գյուղի տոնը։ Ուզում եմ շեշտեմ, որ այսօր այս տոնը, գյուղի տոնը ամսի 1-ը նվիրված է մեր սաթխացիների կողմից շատ սիրված եւ հարգված մեծ ազնվորության ցավոք սրտի ինքը չկա մեզ հետ, այսօր իր հիշատակին է նվիրված, որովհետև մի քանի տարիներ առաջ 2003 թվականին այսօրը Սաթխայի տոնը անմիջապես այս տոնի հեղինակը եղավ նա, մեր շատ սիրելի, հարգելի Արտուշ Սանոսյանը։ Նա իր ընտանիքի անդամների հետ, երեխաների հետ եւ գյուղի հասարակության հետ միասին կազմակերպեցին, որոշեցին, որ պետք է այսօրվա օրը հունիսի 1-ը նշվի որպես Սաթխայի տոնը։ Դրա համար արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր ամբողջ Սաթխայի հասարակությանը այսօրվա օրվա շնորհիվ, իրենց տոնը թող շնորհավորելի, մեր տոնը թող շնորհավոր լինի բոլոր սաթխացիների, ովքեր որ այստեղ են գտնվում, ովքեր գտնվում են երկրից դուրս, Ռուսաստանի Դաշնությունում եւ տարբեր քաղաքներում, բոլոր մեկի թող տոնը շնորհավոր լինի։ Բոլորին ցանկանում եմ ամենալավն ու բարին, ամենակարևորը միշտ միասնական լինենք, իմ մաղթանքս է, որ միշտ միասնական լինենք, մեկս մեկիս նկատմամբ հարգանք ունենանք, սիրենք եւ գնահատենք մեկս մեկիս։ Բացի այն, որ այսօր մեր Սաթխայի տոնն է, բացի դրանից նաեւ այսօր երեխաների պաշտպանության օրն է, նաեւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր բոլոր աշխարհի փոքրիկներին, մանուկներին այսօրվա օրվա կապակցությամբ ցանկանում եմ, որ մեր բոլոր փոքրիկները ապրեն ուրախ երջանիկ խաղաղ երկնքի տակ եւ թող որ իրենց ծնողները միշտ անպակաս լինեն իրենց գլխներից եւ մեծացնեն, հասցնեն իրենց նպատակներին, որովհետեւ նրանք մեզ բոլորիս պիտանի մարդ դառնան, թե իրենց գյուղի համար, թե գիտության համար, թե մարզության համար եւ բոլոր ոլորտներում։ Թող շնորհավոր լինի մեր փոքրիկների տոնը, առողջ լինեն, բոլորը թող առողջ լինեն, լավ լինեն եւ երջանիկ լինեն։ Նաեւ ուզում եմ եւս շնորհավորել մեր բոլոր սաթխացիներին այսօրվա օրվա կապակցությամբ իմ շատ սիրելի Սաթխա տոնը շնորհավոր։ Միշտ թող գանգուն մնա մեր գյուղը իր զավակներով, միշտ լավ զավակներ թող դաստիարակի մեծացնի եւ բոլորիս համար միշտ լավ բաներ լինի։ Ոչ մի ջուր չի լավանա հայոց հողի վրա հայարյունը դեռ կա որ երբեք ոչ մի ջուր չի լավանա։ Մանուկների միջազգային օրվա կապակցությամբ գյուղում տեղադրվել էր նաև մանկական կարուսել եւ բաթուտ, որտեղ առավոտից մինչև ուշ երեկո լսվում էր երեխաների ուրախ ճիչերն ու բացականչությունները։ Օրը տոնական էր եւ մեծերի եւ փոքրերի համար։
ձեզ իմ սիրելի սաթխացիներ, բարև իմ սիրելի ժողովուրդ։ Ես չգիտեմ ինչպես այսօր բախտի բերմամբ թե պատահմամբ ներկա եմ եղել այս գեղեցիկ օրվան, սա Սաթխայի օրն է նշված, արդեն չգիտեմ որ երրորդ տարին նշում ենք այսպես, եւ բացի Սաթխայի օրից այսօր նաեւ երեխաների պաշտպանության օրն է։ Ես ունեմ շատ թոռնիկներ, մեծ հաճույքով եմ այսօրը նշում եւ շատ ուրախ եմ, հպարտ եմ որ Սաթխացի եմ, հպարտ եմ որ այսօր այստեղ եմ, հպարտ եմ, շատ գոհ եմ, սիրում եմ իմ ժողովրդին, սիրում եմ իմ ջավախքը, միշտ ջավախեցի եմ ես։ Մեր ազգային արժեքները ավելի ամուր կպահպանվեն նմանատիպ միջոցառումների եւ տոնական հանդիսությունների անցկացմամբ։ Դրա վառ ապացույցն էր Սաթխա գյուղի տոնակատարությունը, որը մեծ խնդություն եւ ողջավորություն առաջացրեց գյուղի հավատացյալ բնակչության եւ հյուրերի շրջանում։ Համերգային ծրագրից հյուրասիրությունից հետո միջոցառման մասնակիցները բաժանվեցին, հաջորդ տարի նույն տեղում նույն առիթով հանդիպելու համար։